Ողջույն իմ դիտորդին, ուրեմն 3 օրը կիրակի էր, բայց ես էլի քարտեզների մեջ էի եւ ինձ համար այս անգամ շատ հետաքրքիր էր Իսրայելի կառավարության, պաշտոնական այսպես ճանաչումը հայոց ցեղասպանությունը։ Ուրեմն ես կազմեցի քարտեզը եւ քարտեզում հստակ երևաց պաշտոնական, բարոյական եւ թաքնված աշխարհաքաղաքական մոտեցումը Հայաստանի ցեղասպանության հարցի հետ կապված։ Ուրեմն, եթե մենք նայում ենք պաշտոնական նպատակը, ապա լուսինը 9-րդ տանը, սա բերում է բարոյական պարտք, Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացնում է բանաձևը, նշել է, որ որպես հրեական պետություն Իսրայելն ունի բարոյական եւ պատմական պարտականություն, չգիտես ինչու, նոր հիշեցին, եւ ունի բարոյական պարտականություն ընդունելու պատմական ճշմարտությունը։ Եվ միջազգային արդարություն նպատակն է դատապարտել Թուրքիայի կողմից իրականացվող ուրեմն ժխտողական քաղաքականությունը։ Եթե մենք նայում ենք թաքնված քաղաքական նպատակը, ապա 12-րդում եւ ինչ Սատուրնը։ Քանի որ նշեցի, որ 10-րդ տան նպատակի, իշխանության, կառավարչի, Սատուրնի գտնվելը 12-րդ տանը մեզ տալիս է գաղտնիքներ, թաքնված շահեր, հուշում է, որ այս որոշումը ունի հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ, ինչպես ունի երես, այդպես էլ ունի աստառ։ Հակադարձ հարված Թուրքիային։ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները վերջին շրջանում ծայրահեղ, ուրեմն վատթարացել են Գազայի պատերազմի եւ Էրդողանի կոշտ հայտարարությունների պատճառով։ Ցեղասպանության ճանաչումը օգտագործվում է որպես քաղաքական դիվանագիտական հզոր պատասխան Թուրքիայի ճնշումներին։ Ռազմավարական շահ, ուրեմն Իգդիրի պատմական եւ ընդհանուր արևմտյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած եղեռնի շեշտադրմամբ հարված է հասցվում հենց Թուրքիայի հիմնադրման պատմական լեգիտիմությանը եւ նրա ներկայիս իշխանությանը։ Եթե քարտեզը մենք իրատեսորեն վերցնում ենք, ուրեմն բարոյական կողմը գտնվում է լուսինը 9-րդ տանը եւ ծառայեցվում է թաքնված քաղաքական նպատակներին Սատուրնը 12-րդ տունը։ Եթե մենք այս բոլորը փորձենք ավելի խորացված նայել, ապա պետք է ասեմ, որ Իսրայելի կառավարությունը 2026 թվականի հունիսի 28-ին միաձայն քվեարկել է, արդեն հաստատել է բանաձևը եւ այժմ փոխանցվում է Իսրայելի խորհրդարանը վերջնական քվեարկության համար։ Դարձյալ նայելով իմ քարտեզին, ուրեմն գործընթացի սկիզբը գտնվում է Ցուլում, 2-րդ տանը, եւ այնտեղ է գտնվում Մարսը։ Սա տնտեսական, ռազմավարական շահերի բախում։ Քարտեզում մեր հարցի ընթացքը կառավարող Մարսը գտնվում է ցուլ նշանում, որը տալիս է նյութական արժեքներ, ֆինանսներ եւ ռեսուրսներ։ Սա նշանակում է, որ ժողովի ժամանակ քննարկումների ուրեմն ընթացքը լինելու է այսպես, պատգամավորները մեծապես կենտրոնանալու են Իսրայելի նյութական եւ ռազմավարական կորուստների եւ օգուտների վրա։ Ադրբեջանի գործոնը, Իսրայելը սերտ ռազմաքաղաքական տնտեսական կապեր ունի Ադրբեջանի հետ, զենքի մատակարարում, նավթ։ Ու Մարսի այս դիրքը հուշում է, որ խորհրդարանում լուրջ դիմադրության կամ
մտահոգության ուրեմն արձագանքներ կլինեն այլ պատգամավորների կողմից, ովքեր վախենում են Ադրբեջանի հետ հարաբերությունների փչացումից։ Եթե մենք նայում ենք քաղաքական կամք եւ հաստատում լուսինը 9-րդ տանն է, այսինքն լուսնի հզոր դիրքը աղեղնավորում միջազգային իրավունք, բարձրագույն արդարություն ցույց է տալիս, որ գործընթացն ունի շատ ուժեղ հանրային եւ գաղափարական աջակցում, քանի որ 9-րդ տունը նաեւ խորհրդանշում է օրենսդրական ակտերի տուն։ Սա հուշում է բանաձևը, ուրեմն անցնելու է շատ մեծ շանսեր ունի եւ պետք է որ անցնի։ Ուրեմն արտգործնախարար Գիդեոն Սաարի եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուի ավելի շուտ քաղաքական ուրեմն կոալիցիան կփորձի արագ առաջ մղել քվեարկությունը։ Այստեղ ամենաշատը իմ ուշադրությունն է գրավել 9 եւ 12-րդ տունը, ուրեմն քանի որ 12-րդ տանը Սատուրնը ցույց է տալիս թաքնված իրավիճակ, սա գաղտնիքներ է նշանակում։ Եվ եթե նայում ենք, կուլիսային խաղեր է մեզ բերում, Սատուրնի ուրեմն օրենքը կայացած որոշում գտնվելը 12-րդ տանը, զգուշացնում է, որ քվեարկության բուն ընթացքը կամ ժամկետները կարող են ենթարկվել դիվանագիտական մանիպուլյացիաների։ Թուրքիայի կամ այլ դաշնակիցների կողմից հնարավոր են գաղտնի ճնշումներ կամ առաջարկներ, որոնք կփորձեն դանդաղեցնել վերջնական որոշումը։ Այնուամենայնիվ, քանի որ Սատուրնը կառավարում է 10-րդ տունը եւ արդյունքը որոշումը կլինի վերջնական եւ կոշտ։ Եթե այս ամեն ինչը ամփոփելու լինեմ, ապա պետք է ասեմ, որ քարտեզը ցույց է տալիս, որ ժողովում սպասվում են թեժ տնտեսական դիվանագիտական քննարկումներ, սակայն 9-րդ տան արդարության եւ 4-րդ տան պատմական արմատներ մոլորակների դասավորվածությունը հուշում է, որ Իսրայելը գնալու է մինչև վերջ օգտագործելով այս ճանաչումը որպես պատմական եւ աշխարհաքաղաքական հզոր գործիք։ Թե ինչ կլինի Թուրքիայի հետ, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ, եւ քանի որ կար Արեկակ Մերկուրի քարտեզում, ապա ես պետք է ասեմ, որ Թուրքիայի արձագանքը ըստ քարտեզի դասավորության պետք է լինի որպես հակառակորդ, միշտ ներկայացվում է 7-րդ տանը եւ սա բերում է կշեռքին։ Քարտեզում 7-րդ տան գագաթը գտնվում է կշեռքի նշանին, որի կառավարիչն է Վեներան։ Վեներան խեցգետնում եւ 4-րդ տանը գտնվում է շատ զգացմունքային եւ պաշտպանողական խեցգետնի նշանում։ Սա ցույց է տալիս, որ Թուրքիայի եւ Էրդողանի արձագանքը լինելու է չափազանց էմոցիոնալ, կտրուկ եւ հիվանդագին։ Թուրքական կողմը սա ընդունելու է որպես ուղղակի հարված իր ազգային արժանապատվությանը եւ պատմական ինքնությանը։ Արձագանքի բովանդակությունը, քանի որ Վեներան գտնվում է նույն 4-րդ տանը, որտեղ հավաքված են մյուս մոլորակները, Թուրքիան արդեն իսկ սկսել է հակադարձել օգտագործելով ուրեմն հայլային մեղադրանքներ, պաշտոնական Անկարան հայտարարում է, որ Իսրայելը քաղաքական որոշմամբ փորձում է քողարկել իր սեփական հանցագործությունները Գազայում։ Քարտեզը հուշում է, որ Թուրքիան կփորձի միջազգային հարթակներում մաքսիմալ ակտիվացնել հակաիզրայելական ուրեմն քարոզչությունը։ Եթե մենք նայում ենք Արեգակի եւ Մերկուրիի միացումը 4-րդ տանը, ապա այս միացումը աստղագուշակության մեջ հայտնի է որպես Բուդդա Ադիտյա յոգա կամ այրված Մերկուրի, գտնվում է խեցգետնի նշանում եւ 4-րդ տանը։ Սա քարտեզի ամենախորհրդանշական ուրեմն հատվածն է, քանի որ 4-րդ տունը պատասխանատու է հայրենիքի հողի արմատների տան եւ պատմական անցյալի համար։ Պատմական ուրեմն ճշմարտությամբ
լուսավորում է արեգակը խորհրդանշում է լույսը, իշխանությունը, ճանաչումը։ Նրա գտնվելը 4-րդ տանը նշանակում է, որ անցյալի մութ էջերը Իգդիրի արևմտյան Հայաստանի եղեռնը դուրս է գալիս արևի լույսի տակ, պատմական ուրեմն փաստերը դառնում են գլոբալ քննարկման առարկա։ Եթե մենք նայում ենք, սա կարող է բերել ինֆորմացիոն պատերազմի և իրավական ձևակերպումների, որտեղ գոյություն ունի Մերկուրին։ Մերկուրին պատասխանատու է փաստաթղթերի, խոսքի, բանաձևերի, օրենսդրական տեքստերի համար։ Արեգակի հետ նրա միացումը ցույց է տալիս, որ այս թեմայի շուրջ սկսվելու են դիվանագիտական և մեդիա պատերազմներ։ Քանի որ Մերկուրին գտնվում է արեգակին բավականին մոտ, սա նշանակում է նաև այրված է, սա հուշում է իրական պատմական փաստերը երբեմն կարող են կորչել կամ աղավաղվել քաղաքական մեծ էգոների և շահերի բախման մեջ։ Ճանաչման բուն տեքստը կիրառվում է ոչ թե զուտ հանուն պատմության, այլ որպես հզոր դիվանագիտական զենք Իսրայելի կողմից Թուրքիայի համար։ Ուրեմն Իսրայելի այս քայլը բացել է պատմական հիշողություն և Պանդորայի արկղը 4-րդ տուն։ Այն հանգեցնելու է Թուրքիայի հետ հարաբերությունների վերջնական սառեցմանը և դիվանագիտական լուրջ ճգնաժամին, որտեղ հայկական գործոնը դառնում է առանցքային խաղաքարդ Մերձավոր Արևելքի աշխարհագրական թաթերաբեմում։ Շատերը այսպես ուրախանում են, բայց այստեղ շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվելու հենց Հայաստանի համար։ Այս որոշումը Հայաստանի համար ստեղծում է շատ լուրջ դիվանագիտական հնարավորություններ և նաև մարտական զգայուն մարտահրավերներ։ Իմ կազմած քարտեզում, եթե ամեն ինչ հասկանալու լինենք, ուրեմն Յուպիտերը, բարերար մոլորակը, մենք պետք է նայենք ուրեմն մյուս տների հետ կապված, ապա ես պետք է ասեմ, որ քարտեզում այն գտնվում է Խեցգետնի նշանում իր էկզալտացիայի ամենաուժեղ դիրքում 4-րդ տանը, անմիջապես հենց Մերկուրիի կողքին։ Ուրեմն սրա դրական կողմերը, որ հնարավորություն է տալիս Յուպիտերի ուժեղ դիրքը, պատմական արդարությունը միջազգային հարթակներում կարողանալ բարձրացնել նոր աննախադեպ իրավական բարոյական կշիռներ ստեղծելու համար։ Սա մեծացնում է Հայաստանի դիվանագիտական թիկունքը աշխարհում։ Իսրայել-Հայաստան հարաբերությունների հնարավոր է նաև տաքացում, չնայած անցյալի բարդություններին, հատկապես Ադրբեջանին զենք վաճառելու թեմայով, Իսրայելի կողմից այս քայլը բացում է նոր պատուհան երկկողմ հարաբերությունների վերանայման և նաև մերձեցման համար։ Եթե մենք նայում ենք մարտահրավերների տեսքով, ապա այստեղ ի հայտ է գալիս Յուպիտերի և Մարսի դասավորվածությունը, տարածաշրջանային ճնշումների մեծացում, ինչպես նշվեց Իսրայել-Թուրքիա հարաբերությունների կտրուկ վատթարացումը 7-րդ տանը, կարող է անդրադառնալ Հայաստանի վրա։ Թուրքիան զգալով իր անկայուն քշված վիճակը, կարող է փորձել զայրույթն ու ճնշումը պրոյեկտել Հայաստանի և Արցախի հարցերի վրա և սահմանային կամ դիվանագիտական կոշտացումների գնա և ագրեսիաների գնա։ Ուրեմն Ադրբեջանի դիրքորոշումը բերում է Մարսի 2-րդ տունը, քանի որ Իսրայելը ստիպված է լինելու բալանսավորել իր տնտեսական ռազմական շահերը Ադրբեջանի հետ, Հայաստանը պետք է չափազանց զգույշ և պրագմատիկ լինի, որպեսզի չդառնա զուտ գործիք Իսրայելի և Թուրքիայի միջի ընթացող մեծ պատերազմում։ Սա էլ եթե ամփոփելու լինեմ, ուրեմն մեծ դիվանագիտության հաղթաթուղթ Յուպիտերի էկզալտացիայի հետ կապված, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է ամրապնդել երկրի անվտանգային և քաղաքական դիրքերը միջազգային ասպարեզում։
բայց սա ունի իր այսպես վտանգավոր կողմը։ Ուրեմն Իգդիրի հայոց ցեղասպանության եւ դրա ճշմարտության ճանաչման համատեքստը ունի առանցքային պատմական եւ խորհրդանշական կապ։ Եթե մենք նայում ենք պատմական փաստը եւ 4-րդ տունը հայրենիք եւ արմատներ, Իգդիրը պատմական ուրեմն ցոլակետ է համարվում մեծ հայքի Արարատ նահանգի ուրեմն ճակատը գավառի կազմում 1918-ից 1920 թվական Հայաստանի առաջին հանրապետության անբաժան մասը 1920 թվականի նոյեմբերին ուրեմն թուրքական հարձակման հետևանքով քաղաքի հայ բնակչությունը տեղահանվեց եւ կոտորվեց։ Քարտեզի 4-րդ տուն պատմական անցյալ հող սա ցույց է տալիս, որ խոսքը գնում է հենց կորսված հայրենիքի եւ այնտեղ տեղի ունեցած ողբերգական իրավական ուրեմն գնահատականների մասին։ Թուրքիայի ժխտողականության հետ կապված 7-րդ տունը ուրեմն Իգդիրը ժամանակի ընթացքում ուրեմն Թուրքիայի համար հանդիսանում է հայոց ցեղասպանության ժխտման գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Իգդիրի հուշահամալիր եւ թանգարան 1999 թվականին Թուրքիայի կառավարությունը Իգդիրում կառուցեց հայերի կողմից կոտորած թուրքերին հուշահամալիր թանգարան։ Սա ուրեմն Թուրքիայում ամենաբարձր հուշարձանն է, որի միակ նպատակը փոխել զոհերին եւ դահիճների դերեր, այսինքն մեզ սարքել ցեղասպան, իրան սարքել կոտորված։ Եվ սա ինքը ներկայացրեց աշխարհին։ Քարտեզում 7-րդ տան Թուրքիա կապը Խեցգետնի հետ ցույց է տալիս, որ երբ միջազգային հանրությունը կամ Իսրայելը ճանաչում է ցեղասպանությունը, նրանք ուղղակիորեն հարվածում են Թուրքիայի Իգդիրում կառուցված այդ կեղծ պատմական տաճարին։ Եվ լուսնի վերջին ասպեկտը 9-րդ տնից միջազգային ուրեմն ատյանների դատարանների իր վերջին ուրեմն ասպեկտն է կազմում եւ միանում է քարտեզի գլխավոր մոլորակներին։ Սա հուշում է, որ Իգդիրի եւ Արևմտյան Հայաստանի տարածքում իրագործված հանցագործությունների ճանաչումը Իսրայելին կամ այլ գերտերությունների կողմից վերջնականապես ջախջախում է թուրքական ժխտողական մեքենան։ Այն ստիպում է միջազգային հանրությանը թեմային այլ ոչ թե Թուրքիայի հորինած ուրեմն կեղծիքի, այլ պատմական արդարության դիրքերից։ Եթե ավելի խորը ուսումնասիրելու լինենք 3 այսպես Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, ապա պետք է ասեմ, որ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման այս նոր ալիքի մեծ աշխարհաքաղաքական ուրեմն դիրքորոշումը շարժ է առաջացնելու Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա եռանկյան մեջ։ Սա է հուշում մեզ 12-րդ տունը, Մարսը ցուլում, Սատուրնը 12-րդ տանը եւ մոլորակների կուտակումը 4-րդ տանը։ Թուրքիայի դիվանագիտական ուրեմն կատաղությունները եւ ճնշումը սա 7-րդ տուն Վեներան Խեցգետնում այս որոշումը ընդունում է որպես ուղակի սպառնալիք իր ռազմավարական իմիջին Անկարան կփորձի ուրեմն սառեցնել կամ խիստ դանդաղեցնել Հայաստանի հետ սահմանների բացման եւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իսկ Ադրբեջանը ուրեմն ռազմական հռետորաբանության կոշտացում կցուցաբերի, որը Իսրայելի մոտ ուրեմն քանի որ դաշնակիցներ այս քայլից իրեն կներեք վիրավորված կզգա, քարտեզում սա հուշում է Մարսի դիրքը ցուլում, ֆինանսներ, ռեսուրսներ եւ էներգետիկա։ Ցույց է տալիս, որ Բաքուն կփորձի օգտագործել իր նավթագազային լծակները Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար։ Ուրեմն Հայաստանի դիվանագիտական նոր հնարավորության հետ կապված պետք է ասեմ, որ
ունենալու ենք սահմանային ռիսկեր, ինչպես ես 3 ամիս առաջ նշել եմ, 3 կամ 2 ամիս առաջ նշել եմ, որ սահմանում պետք է լինի լարված իրավիճակներ, ապա հենց այս հարցը Հայաստանի համար 4-րդ տուն Յուպիտերի էգզալտացիան, սա բարոյական եւ իրավական հզոր հաղթաթուղթ է լինելու, Երևանը կստանա լրացուցիչ միջազգային աջակցություն եւ ուշադրություն, սակայն 12-րդ տան Սատուրնը զգուշացնում է թաքնված վտանգների մասին։ Թուրքիան եւ Ադրբեջանը գործելով տանդեմով մեկ ազգ երկու պետություն կարող է փորձել իրենց քաղաքական պատասխանը տալ հենց հայ-ադրբեջանական սահմանին, մեծացնելով տեղային էսկալացիաների կամ դիվանագիտական շրջափակման ռիսկեր։ Եթե ամփոփելու լինեմ, ապա պետք է ասեմ, որ սա կարող է լինել տարածաշրջանային դիվանագիտական պատերազմ, Հայաստանը պետք է լինի ուրեմն մաքսիմալ զգույշ մանյովրի, որպեսզի Իսրայել-Թուրքիայի մեծ բախման մեջ, որտեղ հայկական հարցը օգտագործում է որպես զենք, կարողանա պահպանել իր անվտանգությունը եւ առաջ տանել խաղաղության օրակարգը։ Եթե մենք Հայաստանի Հանրապետության ուրեմն հիմնադրման աստղագուշակության քարտեզը 21 սեպտեմբերի 1991 թվական կապում ենք այս իրադարձությունը, համադրում ենք, տրանզիտները եւ Սինիստրիան ենք նայում, ցույց է տալիս, որ թե ինչպես է Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումը անդրադառնում մեր երկրի ճակատագրի վրա։ 2026 թվականի ամառաշուն լարվածության պիկը, ուրեմն տնտեսական ճնշումներ, տրանզիտային Մարսի ազդեցությունը, Հայաստանի հիմնադրման քարտեզի ցուլ նշանի կապված եւ նյութական անվտանգության եւ պետական ռեսուրսների հետ, քանի որ տրանզիտային Մարսը ռազմական ուժ ագրեսիա գտնվում է ցուլում, 2026 թվականի հուլիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը լինելու է ամենավտանգավոր ժամանակաշրջանը Հայաստանի եւ Հայաստանի սահմանների համար։ Ադրբեջանը օգտագործելով Իսրայելի որոշումից Թուրքիայի դժգոհությունը կփորձի տնտեսական, էներգետիկ, դիվանագիտական եւ խիստ բլոկադայի ենթարկել Հայաստանին։ Սահմանային սադրանքներ եւ դրանց ռիսկերը այս ամիսներին կտրուկ բարձրանալու են։ 2026 թվականի վերջ, 2027 թվականի սկիզբ իրավական դիվանագիտական ակտիվություն։ Սա ցույց է տալիս տրանզիտային ուրեմն Յուպիտերի ազդեցությունը 2026 թվականի աշնան-վերջին ուժեղագույն դիրքում է լինելու եւ ակտիվացնելու Հայաստանի քարտեզի միջազգային կապերի եւ դաշնակիցների տունը։ Սա նշանակում է, որ տարեվերջին Հայաստանը կստանա հզոր քաղաքական թիկունք արևմտյան երկրներից եւ Իսրայելի հայամետ լոբիստական շրջաններից։ Սա այն ժամանակն է, երբ Իգդիրի եւ պատմական այլ տարածքների իրավական հարցերը կսկսեն քննարկվել միջազգային խոշոր ատյաններում, ստեղծելով նոր իրավական նախադեպեր։ Գաղտնիքների տուն Սատուրնի դասը 12-րդ տանը, այստեղ կա համաձայնագրերի շատ մեծ վտանգ։ Կուլիսային դավադրություններ, տրանզիտային Սատուրնի փորձություններ, սահմանափակումներ, զգուշացնում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը գաղտնի բանակցություններ կսկսեն այս տարածաշրջանի խաղացողների հետ, օրինակ Ռուսաստանի կամ Իրանի հետ, փորձելով չեզոքացնել Հայաստանի ստացած դիվանագիտական առավելությունները։ Եվ Հայաստանի կպարտադրվեն փակ դռների հետևում որոշումներ, ինչը կպահանջի հայկական դիվանագիտությունից ունենալ առավելագույն զգոնություն եւ ներքին միասնություն։ Հուլիս-սեպտեմբեր 2026 թվական սպառնալիքներ, հռետորաբանության ծայրահեղ կոշտացում Բաքվից ու Անկարայից, սահմանային բարձր ռիսկայնություն։ Հոկտեմբեր-դեկտեմբեր 2026 թվականի ուրեմն միջազգային դատարանում եւ դիվանագիտական հարթակներում հայկական հարցի ուժեղացում, Իսրայելի ուրեմն
Կնեսետի կողմից Բանաձևի վերջնական ամրապնդում 2027 թվականի սկիզբը տարածաշրջանային նոր ստատուս քվոյի ձևավորում, որտեղ Թուրքիան ստիպված կլինի հաշվի նստել ճանաչման այս իրողության հետ։ Եթե մենք նայում ենք պատերազմ կլինի Հայաստանում, թե չէ, քանի որ շատ լարված է լինելու այս մեր եւ Թուրքիա-Ադրբեջան պետությունների հետ, Հայաստանում լայնամասշտաբ կամ մեծ պատերազմ չի սպասվում, որովհետև այստեղ մասնավորապես Յուպիտերի էգզալտացիան եւ լուսնի դիրքը 9-րդ տանը հուշում են, որ հարցերը կլուծվեն դիվանագիտական, իրավական եւ տնտեսական հարթություններում, այլ ոչ թե պատերազմի միջոցով։ Այս մասին խոսել եմ արդեն 2 ամիս առաջ։ Սահմանային տեղային ուրեմն սադրանքներ Մարսը 2-րդ տանը մեծ պատերազմի փոխարեն Ադրբեջանը կարող է դիմել կարճատև ուրեմն տեղային, սահմանային սադրանքների կամ դիրքային բախումների։ Սրա նպատակը կլինի ոչ թե տարածքներ նվաճելը, այլ Հայաստանի հոգեբանական եւ տնտեսական այսպես ճնշում գործադրելը եւ ճնշման տակ պահելը։ Իրանի զսպող գործոն, այստեղ Իրանը մեզ այսպես շատ ուժեղ կարծես պատ է լինելու մեր եւ Ադրբեջանի մեջ, քանի որ ինձ համար նաեւ հետաքրքիր էր Իրանի դիրքորոշումը, ապա այս իրավիճակում հանդես է գալու որպես խաղաղության գլխավոր երաշխավոր։ Իրանը թույլ չի տա, որպեսզի Հայաստանում մեծ պատերազմներ տեղի ունենան եւ Հայաստանի հարավում, ուրեմն Սյունիքում չեզոքացնելու է լայնամասշտաբ կոնֆլիկտների վտանգը։ Տեղեկատվական ուրեմն պատերազմ կարող է առաջանալ դիվանագիտական հենց հարթակներում, որտեղ Արեգակ Մերկուրի միացումն է ցույց տալի Թուրքիան եւ Ադրբեջանը կիրականացնեն հզոր հակաքարոզչություն, կփորձեն տնտեսական լծակները նեղել Հայաստանին, բայց գործը բացահայտ ռազմական մեծ գործողությունների չի անցնելու, փառք Աստծո, այստեղ մեծ պատերազմի հավանականությունը շատ գրեթե 0 է հասնում։ Ուրեմն, եթե նայում եմ ըստ իմ կազմած քարտեզի, Նիկոլ Փաշինյանը հասկանում էր այս ամենը, գիտակցում էր եւ արդյոք վաղուց գիտեր, որ Իսրայելը ճանաչելու է Հայաստանի ցեղասպանությունը, ապա պետք է ասեմ, որ այո։ Նրա որդեգրած քաղաքականությունը, պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան եւ ցեղասպանության թեմայի շեշտադրման նվազումը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը թուրքամետ քաղաքականություն տանելով հստակ լավ հասկանում էր, որ Իսրայելը մի օր Հայաստանի ցեղասպանությունը օգտագործելու է ի շահ իրեն եւ ի վնաս Հայաստանի եւ մեծ լարվածություն է առաջացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի մեջ, չունենալով դիվանագիտական դաշտում հաղթանակ պաշտպաններ, չունենալով բարյացակամ վերաբերմունք հարևանների կողմից, քանի որ ստեղծվել է այսպես իրավիճակ իր բառած քաղաքականության շնորհիվ, ապա հստակ տալիս էր ազդակներ, մերժելով Արարատը, մերժելով ցեղասպանությունը, գրքերից հանելով հայոց պատմությունը եւ մնացած այսպես հայկական կարևոր արժեքները, որը ապացուցում էր ոճորագործությունը հայերի հանդեպ, որը ապացուցում էր հայկական տարածքները ոճորագործության միջոցով Թուրքիային անցնելը, Ադրբեջանին անցնելը, որ իրենք այդ տարածքները ձեռք են բերել հայասպանության միջոցով, Եղեռնի միջոցով, մանյովրելը, հրաժարվելը, թուլացնելը, սա հուշում էր Իսրայելին, որ
Հայաստանի համար միևնույն է եւ դա փակված հարց է եւ դրանով այլևս ոչ ոք Հայաստանում չի հետաքրքրվում, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների ապրելով մի հարկի տակ, հա, ինչի՞ չէ կարող են գալ, մեր հետ ապրել, մերձենալ, իրենցից ծնվել երեխաներ, իրենց եւ մի խոսքով սա հստակ թույլ է տալիս հասկանալ, թե Փաշինյանը ինչու էր այս ամեն ինչը անում, որովհետև չունենալով ստեղծված դրական հարաբերություններ թե դիվանագիտական դաշտում, թե հարևանների հետ, այստեղ շախմատային խաղում հայտնվել է ֆուկ իրավիճակում։ Եվ կուլ պետք է գնա կամ Ադրբեջանին, Թուրքիային, կամ պետք է ուղղակի հրաժարվի իր պատմական իրականությունից, արժեքներից եւ հողերից, այո։ Սա է հուշում Արեգակը Մերկուրին, որը գտնվում է 4-րդ տանը, հայրենիք, անցյալ, որը պատասխանատու է տեղեկատվության, հաշվարկի եւ գիտելիքի համար։ Այստեղ ամեն ինչ կարծես այրված է հենց Հայաստանի իշխանության կողմից։ Սա հուշում է, որ Փաշինյանը գիտեր, որ ցեղասպանության, պատմական տարածքների թեման, միջազգային գերտերությունների, այդ թվում նաև Իսրայելի ձեռքին խաղաքարտ է, զենք է սեփական շահերն առաջ տանելու համար։ Այսինքն, այստեղ ոչ թե Հայաստանի շահերի մասին է Իսրայելը խոսում, այլ սեփական շահերի մասին։ Հենց այդ միտքն էր, որ չպետք է թույլ տալ դառնալ գործիք միջազգային դերակատարների ձեռքին։ Նա փորձում էր Հայաստանը դուրս բերել այս վտանգավոր աշխարհաքաղաքական բախման կենտրոնից։ Մարսը ցուլում, պրագմատիզմ եւ ֆինանսական, ֆիզիկական գոյատևում։ Մարսի գործողությունները, ռազմավարությունները գտնվելը ցուլում, նյութական աշխարհ, սահմաններ, ռեսուրսներ ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարությունը առաջնորդվել է զուտ, պրագմատիկ, գետնի վրա առկա իրականությամբ։ Ըստ քարտեզի հրաժարվելը կամ թեմա սառեցնելը ոչ թե տեղեկատվության պակասի արդյունք էր, այլ փորձ էր փրկելու Հայաստանի ներկայիս 29743 քառակուսի կիլոմետր տարածքը։ Ինքնությունը գիտակցում է, իշխանությունը ավելի շուտ գիտակցում էր, որ երբ Իսրայելը կամ Արևմուտքը օգտագործեն հայկական հարցը Թուրքիայի դեմ, Թուրքիան առաջին ռազմական կամ տնտեսական հարվածը տալու է Հայաստանին։ Եվ Սատուրնի 12-րդ տունը թաքնված պարտադրանք, սա հուշում է, որ կուլիսների հետևում ճնշումների տունը, Սատուրնի այս դիրքը Հայաստանի իշխանություններին ստիպելու է գտնվել շատ մեծ փակ դռների հետևում կիրառվող աշխարհաքաղաքական ճնշումների տակ։ Փաշինյանը տեսնում է այս ամեն ինչը, այս մեծ խաղը եւ մոտեցող ալիքը փորձում է չեզոքացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան եւ ցույց տալով, որ Երևանը տարածքային կամ իրավական պահանջներ չունի Անկարայից, ինչը կապված է Իգդիրի եւ պատմական անցյալի հետ։ Ուրեմն այս քարտեզը փաստում է, որ իշխանությունը ոչ թե անտեղյակ է, այլ ընդհակառակը չափից ավել լավ գիտի այս խաղի մանրամասները։ Նրանց քայլերը եղել են դիվանագիտական վահան ստեղծելու փորձ, որպեսզի Իսրայել, Թուրքիա եւ Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակամարտությունների մեջ Հայաստանը չդառնա զոհաբերվող թիրախ։ Հիմա հասկանում եք, արժեքներից հրաժարվելը, հակահայկական քաղաքականություն վարելը ինչի պատճառն էր։ Եվ այսօր Իսրայելը ճանաչել է Հայաստանի այսպես եղեռնը, ոճորագործությունը, ինչ նպատակ ունի։
Եվ այստեղից սկսվում է նաև իմ կանխատեսումը Ադրբեջանի անկումը Թուրքիայի մասին ոչինչ չեմ խոսել ես եւ Ադրբեջանի այսպես անկման առաջին այսպես ալիքը արդեն գնաց։ Այս իրավիճակը, որը ստեղծել է Իսրայելը, երկսայրի սուր է ստեղծել Հայաստանի եւ իր թշնամիների միջև։ Ընդհանրապես սա չի կարող լինել լավ եւ չի կարող լինել բացարձակ վատ։ Սա վատ է այնքանով, որ Հայաստանը թիրախ է դառնալու, որովհետև քարտեզում Սատուրնի 12-րդ տունը եւ Մարսի 2-րդ տան դասավորվածությունը հուշում է, որ Հայաստանը կարող է դառնալ մատաղացու գառ Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջ։ Հարյուր 15 տարի։ Իսրայելը բավականին երկար ժամանակ ուներ ճանաչելու։ Բայց երբ որ Հայաստանը կորցրեց Արցախը, կորցրեց իր երիտասարդ, այսպես 3 սերունդը, ունեցան կորածներ, գերիներ, Հայաստանը այսօր գտնվելով թույլ, ծայրահեղ թույլ վիճակում եւ չունենալով այսպես հաղթող ղեկավար, Իսրայելը հանկարծ որոշեց, որ պետք է ճանաչի Հայաստանի ցեղասպանությունը։ Եվ այս ֆոնի, այս նոտայի վրա Հայաստանը դառնում է ավելի լարված, անկայուն տարածաշրջան։ Հիմա տեսնենք, ես քանի որ նաև ուսումնասիրել եմ Սատուրնի 12-րդ դիրքը, ճնշում եւ օտար ուժեր, ուրեմն կորուստներ, գաղտնի հարվածներ ցույց է տալիս, որ այս քաղաքականությունը վարում է ծայրահեղ ճնշման եւ ուժի սպառնալիքի տակ, եթե մենք նայենք իշա Ադրբեջանի։ Նիկոլի վարած քաղաքականությունը։ Ադրբեջանի անկման մասին ես մենակ կասեմ, որ քանի որ ալիքը արդեն գնացել է, քարտեզում Ադրբեջանը ներկայիս Մարսը ցուլում 2-րդ տանը ցույց է տալիս, որ նրանք ստիպված կլինեն կանգ առնել Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումը եւ միջազգային իրավական նոր ալիքները զրկում են Ադրբեջանին Իսրայելի անվերապահ աջակցությունից։ Բաքուն չի կարողանա հասնել իր գլխավոր նպատակին Հայաստանի ամբողջական կապիտուլյացիայի կամ Սյունիքի բռնագրավմանը։ Սյունիքի մասին էլ եմ խոսել եւ նույն բաները ասել եմ եւ ստիպված կլինի բավարարվել միայն ընթացիկ սահմանային ձեռքբերումներով։ Եթե մենք նայում ենք Թուրքիային, ապա Թուրքիայի համար այս հարցը կառավարիչը գտնվում է խեցգետնում եւ չափազանց թույլ է Արեգակ Մերկուրի հզոր միացման պատմական ճշմարտության դեմ։ Այս պատմությունը Թուրքիայի համար կավարտվի միջազգային մեկուսացմամբ եւ նրա ժխտողական քաղաքականության վերջնական փլուզումով, էլ չի կարող ժխտել։ Եվ եթե խոսելու լինեմ, մի վարքյան, այստեղ ինձ
Ադրբեջանի հետ կապված ես ուզում եմ ասեմ, դուք հասկանում եք, չէ, որ Ադրբեջանի հետ կապված այստեղ զենքի մատակարարում, նավթի վաճառք, ես ասեցի, չէ, որ նույնիսկ Արցախի հողերի վրայից, ովքեր որ հիմա պաշտպանում են Արցախը, իր զորքերը, իր այսպես զինվորները, հեսա որ գնաց հենց Ադրբեջանում արդեն բախումներ, դժգոհություններ, չի կարողանալու վարձատրի իր զինվորին, իր, այսպես ասեմ, սահմանը պահողին, որովհետև կենտրոնացնելու է արդեն այդ բախումների ժամանակ ժողովրդին հետ պահելու, նույնիսկ աշխատավարձ այսպես գումար չի կարողանալու տա Ադրբեջանը և այստեղից սկսվելու է, ինչի վրա է Ադրբեջանը աշխատում գումար, հիմնականում իր նավթի վրա։ Սկսվելու է արդեն քայքայումը Ադրբեջանի, ոնց որ ես նշել եմ, այստեղից է սկսվելու ամեն բան, բայց մենք այսպես մատաղացու գառների իրավիճակում ենք հայտնվել գերտերությունների ձեռքին։ Եվ կունենանք, այո, ինչպես նշել էի, սահմանային գոտիներում լարվածություն։ Նաև նշել էի, որ Սյունիքը կլինի լարված, բայց կլինի նաև պաշտպանված, այսինքն չի կարող տարածք անցնել այն կողմ, որովհետև Իրանի դիրքորոշումը Սյունիքի հետ կապված հստակ պարզ է, որ ինքը փորձելու է, որ այդ հարցին լուծում տա։ Ուղղակի այստեղ շատ լարված ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվում Հայաստանի համար, բայց փառք Աստծո քարտեզը նայելով կարող եմ ասել, որ մեծ պատերազմ մեզ չի սպասվում, բայց լարված իրավիճակ սահմաններում արդեն ասել էի, և այս Իսրայելի ընդունելը եղեռնը, հա, Թուրքիայի կողմից, սա ուղղակի նորից քարտեզը վերանայելու կարիք առաջացրեց ինձ մոտ, որպեսզի տեսնեմ ինչ է սպասվում, ինչ կարող է տեղի ունենալ, այստեղից սկսվելու է իշխանության քայքայումը, Ադրբեջանի անկումը և Թուրքիայի այսպես դրժողականության վերածումը, որ այդպես բերել է մեծ եկեղեցի ու ես իմ ինչա կառուցել, որ իբր հայերն են կոտորել թուրքերին և ոչ թե թուրքերը հայերին։ Ու հիմա այստեղից պարզ, թե ինչու Նիկոլ Փաշինյանը ավելի շատ Թուրքիայի, Ադրբեջանի թելադրանքներն էր կատարում, որովհետև հստակ գիտեր, որ մատաղացու գառներ ենք հանդիսանալու այս որոշումների և դիվանագիտական խաղերի մեջ մենք, վախենալով, որ չունի հարևանների աջակցություն, դիվանագիտական դաշտում չունի պաշտպանություն և հստակ զգալով, որ ինքը ունի պարտվողական իշխանություն, այս ամբողջ խաղերը եղել են հենց դրա համար։ Եվ այն մարդիկ, ովքեր ուրախանում են, ուխ, Իսրայելը ճանաչեց Հայաստանի այսպես եղեռնը, հա, Թուրքիայի կողմից, ինչքան պրիմիտիվ պետք է լինի մարդ, որ ուրախանա։